Մի րոպեից կսկսենք։ Բարև ձեզ, այսօրվա դասախոսությունը լինելու է ջերմաքիմիայի վերաբերյալ։ Խնդրում եմ մի երկու հոգի չաթում գրիմ ձայնը նորմալ լսվում է ու շարունակենք։ Լսվում է թե չէ։ Եմ, Մերսի շատ։ Սկսեցինք։ Ջերմաքիմիան կարևոր թեմա է ֆիզիկական քիմիայի հետ բնագավառում։ Ջերմաքիմիան ուսումնասիրում է քիմիական ռեակցիաներն ուղեկցող էներգետիկ փոփոխությունները տարբեր նյութերի, քիմիական համակարգերի, ֆազային անցումների ժամանակ տեղի ունեցող ջերմային փոփոխությունները։ Ուրեմն մի հատ հասկանանք ջերմաքիմիան ինչ է ուսումնասիրում։ Ջերմաքիմիան քիմիական թերմոդինամիկայի բաժին է, որի խնդիրն է որոշել եւ ուսումնասիրել քիմիական ռեակցիաների ջերմ էֆեկտները, առաջին հերթին ջերմ էֆեկտները, ինչպես նաեւ հաստատել դրանց կապը տարբեր ֆիզիկա-քիմիական պարամետրերի հետ։ Քիմիայի մեկ այլ խնդիր է չափել նյութերի ջերմունակությունը, որոշել դրանց ֆազային անցումներից անջատվող կամ կլանվող ջերմության քանակը։ Մ, Ջերմաքիմիան մեզ թույլ է տալիս պատասխանել այնպիսի հիմնարար հարցերի, ինչպիսիք են, օրինակ, որքան էներգիա է արտազատում վառելիքի արման ժամանակ, կամ որքան էներգիա է անհրաժեշտ ինչ-որ քիմիական կապ քանդելու համար։ Ինչ ջերմային փոփոխություններ են տեղի ունենում ջրի մեջ, օրինակ, նատրիումի քլորիդի լուծման ժամանակ եւ այլն։ Այս երևույթներից յուրաքանչյուրի ընթացքում տեղի ունենում էներգիայի փոխանակում, սովորաբար ջերմության տեսքով։ Էներգիայի փոխանակումը այսինքն տեղի ունում հիմնականում ջերմության տեսքով։ Մեր այդ ստեղծած համակարգի եւ շրջակա միջավայրի միջև։
Հիմա հասկանանք էներգիայի եւ ջերմության տարբերությունը։ Ջերմությունը, որը մենք նշանակում ենք լատիներեն Q տառով, Մենք սկզբից հասկանանք էներգիան ինչ է։ Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Այս մի քիչ ֆիզիկորեն ասած։ Ֆիզիկայում էներգիան սկալար ֆիզիկական մեծություն է, էներգիան ունի տարբեր ձևեր, ինչպես գիտեք, ձայնային, առազգական, գրավիտացիոն, ջերմային։ Մենք մեր թերմոդինամիկայի կուրսում հիմնականում գործ ենք ունենալու էներգիայի այդ ջերմային տեսակի հետ, ջերմության հետ։ Ջերմությունը նշանակում ենք Q տառով, լատիներեն Q փոքր տառով, կամ մեծ այն էներգիան է, որը փոխանցում է համակարգի եւ շրջակա միջավայրի միջև ջերմաստիճանի տարբերության պատճառով։ Ջերմությունը, այսինքն մենք ջերմություն զգում ենք կամ ջերմության հոսք նկատում ենք միայն այն դեպքերում, երբ ունենք տարբեր ջերմաստիճաններում գտնվող մարմիններ կամ համակարգեր։ Պարզად ջերմությունը ավելի տաք մարմնից հոսում է դեպի ավելի սառը մարմին։ Ջերմությունը միշտ հոսում է ավելի բարձր ջերմաստիճան ունեցող տեղամասից, ինչպես ասենք ավելի ցածր ջերմաստիճան ունեցող տեղամասը։ Այս ինչ որ ասեցինք, այս ջերմության վերաբերյալ, այդ իր հոսքի վերաբերյալ, դա կարևոր է նրանով, որ դա իրենից ներկայացնում է էներգիայի բնական հոսքը։ Այսինքն չի կարող պատահել, որ ջերմությունը սառը տեղից հոսի ավելի տաք տեղը։ Ջերմությունը սովորաբար չափվում է ջոուլներով կամ կալորիաներով։ Կալորիաների մենք կհանդիպենք ավելի հին գրականության մեջ կամ սննդագիտության հետ, սննդի հետ կապված գրքերի մեջ։ Ամենայն դեպս կալորիաները հանդիպում, մեկ կալորիան մոտավորապես 4,174 ջոուլ է։ Էներգիայի հասկացանք, որ ջերմությունը էներգիայի ձևերից է, հիմա հասկանանք ջերմության ու ջերմաստիճանի տարբերությունները։ Ջերմաքիմիայի մեջ շփոթություն կարող է առաջացնել ջերմության եւ ջերմաստիճան այս հասկացությունները, թեև մի քիչ ավելի տեղեկացված մարդկանց մոտ արդեն շփոթություն չի առաջացնում։ Սրանք իրար հետ կապված հասկացություններ են, ջերմությունն ու ջերմաստիճանը, բայց այս երկու հասկացությունները սկզբունքորեն տարբեր են եւ մեկը մյուսի փոխարեն սխալ է օգտագործել։ Ջերմաստիճանը նյութի մասնիկների միջին կինետիկ էներգիայի չափումն է։ Այն պատկերացում է տալիս, թե որքան արագ են շարժվում ատոմները կամ մոլեկուլները տվյալ մարմնում։ Որքան արագ են դրանք շարժվում, հետևաբար այնքան բարձր կլինի ջերմաստիճանը։ Ջերմաստիճանը հատկություն է, որը կարող է չափվել ջերմաչափերի միջոցով։ Արտահայտվում է մեզ հայտնի միավորներով, Ցելսիուսով, Կելվինով, Ֆարենհայտով։ Մյուս կողմից ջերմաստիճանը հասկացանք ինչ է ջերմությունը։ Ջերմությունը վերաբերվում է ջերմաստիճանի տարբերության պատճառով մեկ մարմնից մյուսից փոխանցող ընդհանուր էներգիային։ Մենք ջերմություն հասկացողությունը կիրառում ենք այն դեպքերում, երբ ունենք ինչ որ տարբեր ջերմաստիճաններով մարմիններ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Եթե մենք որպես մարմիններ, մենք էլ որ մեր շրջապատի բոլոր մարմինները, ինչպես գիտեք, իրար հետ փոխհարաբերում են ջերմություններով։ Այսինքն միշտ ավելի տաք մարմիններից ավելի սառը ջերմության հոսք է նկատվում, մինչև հաստատվի ջերմային հավասարակշռություն։ Հիմա, եթե ջերմային հավասարակշռության դեպքում շրջապատի բոլոր մարմիններն ունենան նույն ջերմաստիճանը, այսինքն ջերմային ինչ որ տեղափոխություններ ջերմության հոս տեղի չի ունենում։ Այդ դեպքում մենք ջերմություն հասկացողություն արդեն էլ չենք ունենա։ Ջերմություն մենք ունենում ենք, ջերմության մասին խոսում ենք միայն այն ժամանակ, երբ նկատում ենք էներգիայի հոսք ջերմության տեսքով ավելի տաք մարմիններից ավելի սառը մարմինները։
Հիմա ի տարբերություն ջերմաստիճանի, ջերմությունը կախված է ոչ միայն այդ ջերմաստիճանից, այլ կախված է նաև նյութի քանակից, նյութի բնույթից, նյութի զանգվածից։ Օրինակ այս լողավազանը, որը լողավազանը եւ մեկ գավաթ ջուրը, երկուսի մեջ էլ ջուրը, երկուսի ջերմաստիճանն էլ 30 աստիճան Ցելսիուս է։ Բայց լողավազանը անհամեմատ ավելի շատ քանակությամբ ջերմություն է իր մեջ ներառում, քան մեկ գավաթ ջուրը։ Քանի որ լողավազանի մեջ գտնող գրի զանգվածը ավելի մեծ է, այսինքն նյութի քանակը ավելի մեծ է։ Այս տարբերակումը կարևոր է դառնում բազմաթիվ համակարգերում, բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելիս։ Շատ կարևոր է նյութերի բնույթը, իրանց ջերմունակությունը, հեսա մյուս սլայդներում կտեսնենք ջերմունակությունը ինչ է, տեսակարար ջերմունակությունն ինչ է, մոլյար ջերմունակությունը ինչ է։ Օրինակ, եթե նույն ջերմաստիճանում գտնվող մենք ձեռք տանք նույն ջերմաստիճանում գտնվող փայտե ու մետաղյա գդալներին, մեր զգացողությունը լրիվ այլ կլինի, օրինակ մետաղը, քանի որ ավելի քիչ ջերմունակություն, փոքր ջերմունակություն ունի, ավելի բարձր ջերմահաղորդականություն ունի, մենք արագ տաքությունը կզգանք, իսկ փայտի դեպքում կարող ենք սկիել տաքություն էլ չզգալ։ Հիմա այսքան խոսեցինք այս համակարգի ու շրջակա այդ միջավայրի մասին, մի հատ հասկանանք այդ իրանցից ինչ է ներկայացնում, քանի որ դրանք շատ կարևոր են ջերմաքիմիական ու ընդհանրապես թերմոդինամիկական ուսումնասիրությունների ժամանակ։ Ջերմաքիմիայում մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ ենք ուսումնասիրում եւ որտեղից է հոսում էներգիա։ Դրա համար այս համակարգ ու շրջակա միջավայր հասկացությունները կարևոր նշանակություն ունեն։ Համակարգը վերաբերվում է, նայեք, այստեղ համակարգի համար սահմանում է այս սլայդում գրված շրջակա միջավայրի կամ որոշ գրքերում նույնիսկ ամբողջ տիեզերքի այն հատվածին, այն փոքր հատվածին, որը մենք ինչ-որ ձևով մասնակի կամ ամբողջությամբ առանձնացրել ենք մնացած շրջակա միջավայր, մնացած տիեզերքից։ Օրինակ, պատկերացրեք, որ մենք ինչ-որ ռեակցիա ենք իրականացնում քիմիական կոլբի մեջ։ Կոլբը ու դրա մեջ գտնվող քիմիական նյութերը մեր համակարգն են։ Մինչդեռ կոլբը շրջապատող մնացած առարգան, օրինակ, չգիտեմ, օդը, լաբորատորիայի նստարանը, մենք, այլ սարքավորումներ, դրանք արդեն շրջապատն են կոլբի, որոնց հետ այդ կոլբը, որի մեջ տեղի ունի մեր քիմիական ռեակցիան, մեր համակարգը, այսպես ասած, կոլբը մեր համակարգն է, իր մեջ եղած քիմիական նյութերով, կարող է փոխանակվել էներգիայով եւ ջերմությամբ։ Էներգիայով եւ նյութով։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով համակարգերը կարող են դասակարգել որպես 3 տեսակի։ 3 տեսակի համակարգեր, ու այս դասակարգումը շատ պարզ է, թերմոդինամիկայի կուրսից ավելի խորը կհասկանանք այդ համակարգերն իրանցից ինչ են ներկայացնում։ Հիմա համակարգերը լինում են բաց համակարգեր, փակ համակարգեր ու մեկուսացված համակարգեր։ Բաց համակարգերը դրանք այն համակարգերն են, որոնք կարող են շրջապատի հետ փոխհարաբերությունների մեջ մտնել էներգիայով եւ նյութով։ Օրինակ, եթե մենք ջրով եռացող կաթսա ունենք, բաց կաթսա, որտեղ ջուրը եռում է, մենք ունենք բաց համակարգ։ Քանի որ այդ կաթսան մեր համակարգն է, կաթսան մեր համակարգն է իր մեջի ջրով։ Շրջապատից էներգիա է վերցնում եռալու համար, այսինքն կատարվում է էներգիայի փոխանակություն։ Ջուրն էլ գոլոշանում է կաթսայից, այսինքն նյութի փոխանակություն էլ է տեղի ունենում։ Հետևաբար դա բաց համակարգ է։ Հիմա փակ համակարգ։ Փակ համակարգերը դրանք այն համակարգերն են, որոնցում տեղի ունենում միայն էներգիայի փոխանակություն։ Նյութի փոխանակություն տեղի չի ունենում։
Այս բաց համակարգի ջրով լի կաթսայի օրինակը, եթե հասկացանք, եթե մենք փակ կաթսա ունենանք, որտեղ ջուրը կարող է էներգիա տանք այդ ջուրը եռա, բայց չգոլորշանա կաթսայից, քանի որ փակ է, դա կլինի փակ համակարգ։ Ստացվում է ինքը փոխանակվում է շրջապատի հետ էներգիայով, բայց նյութերով չի փոխարինում, նյութով չի փոխանակվում։ Այս էլ մեր փակ համակարգն է։ Երրորդ տեսակը մեկուսացված համակարգերն են։ Այս մեկուսացված համակարգերը դրանք շրջապատ շրջապատի հետ ոչ փոխանակում են նյութով, ոչ էլ էներգիայով։ Փակ համակարգի տեսակը թերմոսը, նու նման մի քանի համակարգեր կան, բայց եթե այդ իդեալական մտածողությունից դուրս գանք, պարզա, որ կատարյալ մեկուսացված համակարգեր գոյություն չունեն։ Ամեն ինչն էլ ինչ որ թեկուզ փոքր ձևով շրջապատի հետ փոքր չափով փոխադրության մեջ է։ Համակարգերի այս տեսակի տարբերակումը, այս բաց, փակ, մեկուսացված, մեզ օգնում է որոշել, թե էներգիայի փոփոխությունները ինչպիսի էներգիայի փոփոխություններ ու նյութի փոփոխություններ պետք է հաշվի առնենք, պետք է հաշվի առնենք, որոշներներ պետք է անտեսենք։ Այն նաև թույլ է տալիս մեզ ճիշտ կիրառել թերմոդինամիկայի օրենքները։ Այդ կներեք, շարունակենք։ Հիմա ջերմաքիմիայում մենք պետք է հասկանանք էկզոթերմիկ եւ էնդոթերմիկ process-ները նաև, դրանք իրանցից ինչ են ներկայացնում։ Ջերմաքիմիական process-ները լինում են էկզոթերմիկ եւ էնդոթերմիկ։ Այսպիսի դատակարգման միջոցով մենք հասկանում ենք ջերմության հոսքի ուղղությունը։ Այսինքն այս process-ի ընթացքում ջերմությունը անջատվում է, թե ջերմություն կլանվում է։ Էկզոթերմիկ process-ի ընթացքում ջերմությունը համակարգի ծանոթվում է շրջակա միջավայր։ Այսինքն համակարգն է ջերմություն արտադրում, համակարգի էներգիան է մեծանում եւ այդ ավելորդ ջերմությունը փոխանցվում է շրջապատին։ Ի հակադրություն էկզոթերմիկ ռեակցիաների, էնդոթերմիկ process-ներում, այդտեղ մենք կարող ասենք էկզոթերմիկ ռեակցիա, քանի որ մենք քիմիայի հետ գործ ունենք, մեզի քիմիական ռեակցիաների համակարգերն են հետաքրքիր, բայց այս հասկացությունները քանի որ վերաբերում են ընդհանուր իսկ քիմիական process-ներին, այնտեղ կարող է ուրիշ process լինի, որ քիմիական ռեակցիա չլինի, բայց էլի էկզոթերմիկ process լինի, էնդոթերմիկ process լինի, դրա համար չենք ասում ռեակցիա, ասում ենք process։ Ի հակադրություն սրան էնդոթերմիկ process-ի ընթացքում համակարգը կլանում է ջերմություն։ Օրինակ, այս էնդոթերմիկի օրինակը հենց ամենապարզ օրինակը սառույցի հալվելը։ Սառույցը շրջապատից ջերմություն է կլանվում ու տեղի ունենում հալվում է ֆազային անցման process է, որը էնդոթերմիկ process է։ Այս ռեակցիաների էնդոթերմիկ ու էկզոթերմիկ լինելը մեզ համար շատ կարևոր ինֆորմացիա է, այսինքն մեզ նկատի ունեմ ընդհանրապես հասարակության համար, ինչու համար է այս կարևոր։ Մենք շատ ռեակցիաներ են իրականացում արդյունաբերության մեջ, որոնք անհրաժեշտ է կառավարել։ Եթե մենք ի սկզբանից գիտենք, որ ռեակցիան էկզոթերմիկ է, ապա այդ մեծ ծավալով, մեծ մասշտաբներով ընթացող ռեակցիաների համար պայթյուններից ու
չգիտեմ, գեշտակացումներից խուսափելու համար պետք է մտածենք ինչ որ հովացման համակարգ ներդնելու համար։ Հակառակ էնդոթերմիկ ռեակցիաների ժամանակ պետք է իմանանք ինչքան էներգիա տանք, որ այդ ռեակցիայի ընթացքը շարունակվի։ Հմ, Հիմա էնթալպիա։ Նկարները ինչ է եղել, չհասկացա։ Ինչ նկարների մասին է խոսքը։ Սլայդները չեն երևում երեխեք։ Այդ նկարները չհասկացա, որն էր հակառակ օրը։ Լավ, հասկացա։ Հա, այս սրանց հետ է։ Հմ, Հա, հասկացանք։ Շատ լավ է, որ նկատեցիք, անցնենք առաջ։ Ձեզ ուղղված տարբերակով կուղարկենք։ Ահա։ Հիմա անցնենք այս էնթալպիա հասկացությանը։ Էնթալպիան, ինչ է իրենից ներկայացնում էնթալպիան։ Էնթալպիան նշանակում է դες լատիներեն հաշտառով ջերմաքիմիայի եւ ընդհանրապես թերմոդինամիկայի ամենակենտրոնական հասկացություններից է։ Այն ներկայացնում է համակարգի ընդհանուր ջերմային պարունակությունը, սահմանում է որպես համակարգի ներքին էներգիա գումարած դրա ճնշման եւ ծավալի արտադրյալը։ Ինչպես այս բանաձևից եք տեսնում, H-ը հավասար է ու գումարած P անգամ V, ում այդ ներքին էներգիան է, P-ն ու V-ն է հասկացաք, ճնշումն ու ծավալը։ Հիմա էնտալպիան վիճակի ֆունկցիա է։ Այսինքն վիճակի ֆունկցիայի հատկությունները մենք մյուս լեկցիաներում թերմոդինամիկայից ավելի խորը կանցնենք։ Էնթալպիայի արժեքը կախված է միայն համակարգի սկզբնական ու վերջնական վիճակներից, այլ ոչ թե այդ վիճակներին հասնելու ճանապարհներից։ Այդ տարբեր մի վիճակից մյուսը անցնելու համար կարող է տարբեր ճանապարհներ լինեն, բայց այդ ճանապարհներից կախված մեր էնթալպիայի արժեքը չի փոխվում։ Քանի որ վիճակի ֆունկցիա է ու այնպիսի վիճակի ֆունկցիաների թվին է պատկանում, որոնց բացարձակ արժեքը մենք չենք կարող հաշվել։ Ֆիզիկական իմաստ է ունենում մեր այս ամենօրյա հաշվարկներում խնդիրներ լուծելուց, սկսած մինչև արդյունաբերության մեջ այս հաշվարկների կիրառումը ֆիզիկական իմաստ ունի էնթալպիայի փոփոխությունը։ Այս դելտա H-ը։ Դելտա նշանակում է փոփոխություն։
Այսինքն համակարգի սկզբնական ու վերջնական վիճակների փոփոխությունը։ Այս հավասարումը հաստատուն ճնշման տակ համակարգի կողմից փոփոխվող ջերմությունը հավասար է էնտալպիայի փոփոխությանը։ Այս հավասարումը Q-ն հավասար է դելտա H։ Q-ն ինչպես գիտենք մեր ջերմություններ, այս Q-ի մոտ գրած P-ն նշանակում է հաստատուն ճնշման պայմաններում։ Հավասար է էնթալպիային։ Հիմա քանի որ մեր երկիր մոլորակի վրա ընթացող բոլոր process-ները հիմնականում ընթանում են մթնոլորտային ճնշման, հաստատուն ճնշման պայմաններում, մենք դրա համար այս հավասարումը Q-ն հավասար է դելտա, շատ մեծ կիրառություն ունի համ տնտեսության մեջ, համ արդյունաբերության մեջ, համ էլ մեր օլիմպիադայում։ Հիմա հասկանանք ինչու է ջերմությունը հաստատուն ճնշման դեպքում հավասար էնթալպիայի փոփոխությանը։ Ինչպես ասացինք, էնթալպիայի փոփոխությունը հավասար է ներքին էներգիայի փոփոխությանը գումարած P անգամ ճնշում անգամ ծավալի փոփոխություն։ Քանի որ մենք Q-ն ինչ է։ Դարձի վերջում YouTube-յան ալիքի անունն էլ կասենք, այդ լինքն էլ ձեզ նամակով մեկա ուղարկվելու է։ Q-ն ասեցինք, Q-ն մեր ջերմությունն է, այն անցած սլայդին տեսակ, ջերմություն նշանակել ենք Q-ով։ Փոքր P-ն ստեղ նշանակում է հաստատուն ճնշում։ Ճնշումը հաստատումը։ Այսինքն համակարգը գործում է մի իրավիճակում, որտեղ ճնշումը հաստատուն է։ Ծավալը փոխվում է, բայց ճնշումը հաստատուն է։ Այսինքն էնտալպիայի փոփոխությունը հավասար է համակարգի ներքին էներգիայի փոփոխությանը գումարած ճնշում անգամ ծավալի փոփոխությունը։ Ճնշման մոտ էս դելտա նշանը չի դրած, դելտա նշանակում է փոփոխություն, քանի որ ճնշումը հաստատուն է, չի փոխվում։ Հիմա իր հերթին էս ներքին էներգիայի փոփոխությունը հավասար է Q գումարած W։ Q-ն համակարգի ստացած ջերմության քանակն է, ու ստացած կամ անջատած, W-ն համակարգի կատարած աշխատանքն է։ Հիմա աշխատանքը որոշվում է այս հավասարումով։ Աշխատանքը հավասար է մինուս P անգամ դելտա V։ Ստացվում է, որ ներքին էներգիան հավասար է ջերմություն մինուս P անգամ դելտա V։ Այս հավասարումից ջերմությունը հավասար է դելտա U գումարած P անգամ դելտա V, այդ ինչին որ հավասար է ջերմությունը, հենց դրան էլ հավասար է մեր էնթալպիան։ Էնթալպիան էլ հավասար է դելտա U գումարած P անգամ դելտա V։ Այս դուսպերումը հասկացաք, ինչու է այդպես։ Հիմա քանի որ այդ հաստատուն, ասացինք, այդ քիմիական process-ների ճնշող մեծամասնությունը մեր առօրյամ տեղի ունենում հաստատուն ճնշման պայմաններում, հիմա այս ջերմության տեղը մենք կիրառում ենք այս էնթալպիայի հաշվարկը։ Եթե էնթալպիան մեր process-ի էնթալպիայի փոփոխությունը մեծ է 0-ից, այդ էնդոթերմիկ process է, եթե փոքր է 0-ից, էկզոթերմիկ process է։ Եթե մեծ է 0-ից, դա նշանակում է համակարգն է ջերմություն վերցրել շրջապատից։ Եթե փոքր է 0-ից, համակարգն է ջերմություն տվել շրջապատին։ Կալորիմետր։ Դա կալորիմետրը։ Հիմա կալորիմետրից տեսնենք այս ինչա։ Այս քիմիական կամ ֆիզիկական այս process-ներում ջերմության քանակապես մեզ պետքա ջերմությունը քանակապես հաշվել, ոնց հասկացաք, բայց քանի որ այս մեր համակարգը բաց լինի, փակ լինի, նույնիսկ մեկուսացված լինի,
ինչ որ մի չափով էլի համակարգի հետ ջերմային փոխանակության մեջ է գտնվում, մենք պետք է այդ համակարգը հնարավորինս մեկուսացնենք արտաքին միջավայրից, որպեսզի կարողանանք ճշգրիտ հաշվարկել, այս իշքան ջերմություն վերցրեց, իշքան տվեց։ Դրա համար մեզ պետք են այս սարքեր, որոնք կոչվում են կալորիմետրներ, որոնցով իրականացվում է ջերմության տված կամ անջատված, համակարգի տված կամ անջատված ջերմության քանակը։ Հիմա ջերմության քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով։ Ճիշտ է, այս մեր մոտ այս նկարներում պատկերված կալորիմետրերը, մեկը ավելի հին, էկզոթերմիկ պրոցեսներ։ Հա, հայերեն ասած կարանք թարգմանենք այդ էկզոթերմիկ ու էնդոթերմիկ ռեակցիաները ջերմակլանիչ, ջերմանջատիչ, բայց ավելի լավ է մեկից ֆիքսել միջազգային տերմինը, որովհետև այդ գիտական գրականությունում միշտ գրած է լինում էկզոթերմիկ կամ էնդոթերմիկ։ Հիմա այս առաջի կալորիմետրը մի քիչ ավելի հին կալորիմետրը, այս մեկը ավելի մոդեռն։ Ջերմությունը հաշվարկվում է Q-ն հավասար է mc անգամ դելտա T, այս բանաձևով։ Հիմա տեսնենք այս ինչա նշանակում։ Q-ն դե կլանված կամ անջատված ջերմության քանակն է, m-ը նյութի զանգվածն է։ Մենք ասացինք, որ այդ լողավազանի ջրի ու բաժակի ջրի համեմատությամբ հասկացանք, որ նյութի զանգվածը ջերմություն կլանելուց ու անջատելուց շատ կարևոր է, ուստի զանգվածի արժեքը ներառված է այս ջերմության հաշվարկի մեջ, ցեն տվյալ նյութի տեսակարար ջերմունակությունն է։ Հիմա թե ինչ է տեսակարար ջերմունակությունը, կտեսնենք մյուս սլայդում, դելտա T-ն էլ ջերմաստիճանի փոփոխությունն է։ Այսինքն սկզբնական ջերմաստիճանը համակարգի ինչ ա եղել, հետո վերջում ինչ ա դարել, սառել ա, տաքացել ա, եթե ջերմություն վերցրած եղավ, տաքացած կլինի, ջերմություն տված եղավ, սառած կլինի։ Տեղից այս բանաձևից մեզ համար անհասկանալի էր մենակ այս, նու որոշների համար անհասկանալի մենակ այս տեսակարար ջերմունակությունը։ Հիմա տեսնենք, թե այդ ինչ է։ Հիմա մի հոգի հարց ա տվել չաթում, այդ հարցին պատասխանենք ու հասնենք տեսակարար ջերմունակության։ Հիմա մենք երբ որ ասում ենք տեսակարար ջերմունակություն, մենք մի վարքյան լավ, այս քննարկենք տեսակարար ջերմունակությունն ինչ է, հարց տվողը այդ ընթացքում կհասկանա իր հարցի պատասխանը։ Հիմա քիմիական կամ ֆիզիկական պրոցեսներում ջերմությունը քանակապես հաշվելու համար մենք օգտագործում ենք կալորիմետր կոչվող սարքը, ասեցինք։ Հիմա այս կալորիմետրում էլ ջերմության քանակը հաշվելու համար մեր տեսակարար ջերմունակությունների տվյալներն է պետք, թե որ նյութի, ասենք տվյալ նյութի տեսակարար ջերմունակությունը ինչքան է։ Տեսակարար ջերմունակությունը ջերմային էներգիայի այն քանակությունն է, որը անհրաժեշտ է նյութի 1 գրամի ջերմաստիճանը, 1 գրամի ջերմաստիճանը 1 աստիճան Ցելսիուսով կամ 1 աստիճան Կելվինով բարձրացնելու համար։ Ջերմության այնքան, եթե օրինակ ուզում ենք 1 աստիճանով ջրի ջերմաստիճանը բարձրացնենք, դա տեսակարար ջերմունակությունը այն քանակն է, որն անհրաժեշտ է 1 գրամ ջրի ջերմաստիճանը մի աստիճանով փոխելու համար։ Հիմա մենք տեսակարար ջերմունակության, այս C-ի երկու արժեքներ ունենք, մեկը Ցելսիուսի համար, մեկը Կելվինի համար։ Եթե իր այս տեսակարար ջերմության այս միավորին նայենք, ջոուլը բաժանած գրամ անգամ Ցելսիուսա կամ ջոուլը բաժանած գրամ անգամ Կելվինա։ Մենք եթե իրար հասկանալի է, որ Ցելսիուսով արտահայտվածի դեպքում ուրիշ թիվ ենք ունենալու, Կելվինով արտահայտվածի դեպքում ուրիշ թիվ ենք ունենալու։ Դրա համար մեր խնդիրներում երբ որ հանդիպում, այնտեղ նշվում է իր միավորը։ Եթե Կելվինով եղավ, Կելվինով կհաշվենք, Ցելսիուսով արժեքը տված եղավ, Ցելսիուսով կհաշվենք։ Ուսով եմ հասկացաք ձեր հարցի պատասխանը։ Հիմա
Այս բանաձևից այս Q-ն հավասար է MC դելտա T։ Ջերմունակությունը հավասար է այդ մեյլերի հետ կապված հարցը վերջում խոսանք։ Հիմա ջերմունակությունը հավասար է տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմությունը բաժանած m անգամ դելտա T։ Ահա։ Եթե մենք 1 գրամի համար ենք հաշվարկում, այսինքն այս m-ի տեղը կարան գրենք 1, ստացվում է ջերմությունը բաժանած ջերմաստիճանի փոփոխությանը։ Հասկանալի է։ Ինձ թվում է տարբեր նյութեր ունեն շատ տարբեր տեսակարար ջերմունակություններ, օրինակ ջուրը, մեզ շատ ծանոթ ջուրը ունի շատ բարձր տեսակարար ջերմունակություն։ Ջրի ջերմունակությունը 4,18 ջոուլ բաժանած գրամ անգամ Ցելսիուս է։ Այս համարվում է շատ բարձր, այսինքն ջրի ջերմաստիճանը մեկ աստիճան Ցելսիուսով ընդհանրապես ջրի ջերմաստիճանը որոշակի արժեքներով փոխելու համար շատ մեծ քանակությամբ ջերմություն պետք է հաղորդենք դրան։ Այդ ջրի այս հատկությունը, որ ինքը շատ դանդաղ է, ինքը համ շատ դանդաղ տաքանում է, համ շատ դանդաղ սառում է։ Այդ մեզ ընդհանրապես կենդանի օրգանիզմներին շատ օգտակար է։ Քանի որ այս ջրի այս հատկության շնորհիվ ամբողջ երկիր մոլորակի ջերմաստիճանը շատ մեծ տատանումներ չի ունենում։ Երկրորդն էլ հենց մեր մարմինը այս մոտավոր 75-ից 80% ջուր է։ Հենց այդ մեր մարմինն էլ ջերմությունը շատ չի տատանվում։ Հիմա ջրին հակառակ, օրինակ մետաղները, երկաթը, պղինձը, չգիտեմ, մնացածը, ունեն շատ ցածր տեսակարար ջերմունակություններ։ Օրինակ պղինձի դեպքում ջրինը 4,18 էր, պղինձինը 0,38 է։ Տարբերությունը հասկացանք ինչ տարբերություն է։ Տեսակարար ջերմունակության մասին այսքանը անցնենք մոլար ջերմունակության։ Մոլային կամ մոլար ջերմունակությունը նման է տեսակարար ջերմունակությունը, բայց 1 գրամի փոխարեն այն սահմանվում է նյութի 1 մոլի համար։ Այսինքն այս դեպքում ջերմության կամ այդ ինչ էր անը էներգիայի այն քանակն է, որն անհրաժեշտ է նյութի 1 մոլի ջերմաստիճանը 1 աստիճան Ցելսիուսով կամ Կելվինով բարձրացնելու համար։ Հետևաբար սրա չափման միավորն է կլինի ջոուլը բաժանած մոլ անգամ Ցելսիուս կամ ջոուլը բաժանած մոլ անգամ Կելվին։ Հիմա եթե նայենք այս հավասարմանը մոլային ջերմունակության ջերմությունը հավասար է n անգամ cm անգամ դելտա t։ Դելտա t-ն է ջերմաստիճանի փոփոխություններ, cm-ը նշանակել ենք մոլյար ջերմունակություն, n-ը տվյալ նյութի մոլերի թիվն է, q-ն էլ անջատված հականոց ջերմությունն է։ Հիմա այս հեղուկ կամ պին նյութերի դեպքում շատ հարմար էր զանգվածի, այսինքն զանգվածը որ դեպքում էր տեսակարար ջերմունակության կիրառումը, բայց եթե մենք ունենք գազեր, այս դեպքում մի քիչ գազերի համար զանգվածը այդքան էլ կիրառելի չի, դրա համար այս մոլային ջերմունակությունը հատկապես օգտակար է գազերի ուսումնասիրության համար։ Գազերի ուսումնասիրություն գազերի դեպքում մենք հաճախ գործ ունենք այդ մոլերի հետ գործ ունենք, այնտեղ լիտրերի հետ գործ ունենք, այդպես գրամների հետ այդքան էլ գործ ունենք։ Գազերի համար մոլային ջերմունակությունը ունի երկու ձև ունի, երկու տեսակ կա։ Հիմա այստեղ սլայդում գրված է CP, CV։ CP-ն դա հաստատուն ճշմարտ դեպքում, CV-ն հաստատուն ծավալի դեպքում։ Հիմա այստեղ այս փոքր ինդեքսային p-ն նշանակում է ճնշումը հաստատում, իսկ այս փոքր ինդեքսային v-ն նշանակում է ծավալը հաստատում։ Սենց բաները կարակ թերմոդինամիկայի կուրսում շատ է հանդիպելու, որ ուղիղ արդեն հասկանաք այդ փոքր ինդեքսային տառերը ինչ են նշանակում։ Անցնենք առաջ։ Հիմա
Թևեն այդ մեր հաստատուն ծավալի պայմաններում էր։ Հաստատուն ծավալի պայմաններում էլիքյուն հավասար է n անգամ թև է դելտա t։ Հիմա հաստատ եթե ծավալը չի փոխվում համակարգի, այսինքն փակ անոդը, համակարգի կլանած ամբողջ ջերմությունը ծախսում ներքին էներգիայի մեծացման վրա։ Այսինքն պատկերացեք այդ նույն այդ փակ կաթսանա կամ փակ տարանա մեջը ինչ որ նյութեր են ու տաքացվում է կամ սառեցվում է։ Այս դեպքում եթե տաքացվում է, քանի որ փակ է, ծավալը հաստատուն է համակարգի, չի կարող փոխվել։ Դրա համար իր սաղ այդ կլանած էներգիան համակարգի կլանած ծախսում է իր ներքին էներգիայի մեծացման վրա։ Մենակ ուն է մեծանում, դելտա ուն։ Ու ոչ մի աշխատանք չի կատարվում։ Դելտա v-ն քանի որ 0 է։ Հիմա երբ որ ճնշումն է հաստատուն ճնշման դեպքում համակարգի կլանած ջերմության մի մասը ծախսում է աշխատանք կատարելու վրա, այդ աշխատանքը հասկացեք գազի ընդարձակման վրա։ Գազը ընդարձակվելուց աշխատանք է կատարում արտաքին ճնշման դեմ։ Դրա համար ջերմություն էներգիա է անհրաժեշտ դրա համար։ Իսկ մնացած ջերմության մի մասն է արդեն ծախսվում ներքին էներգիայի մեծացման վրա։ Երեք ժամանակն է հարցնել մոտավորապես քանի է ջա սլայդը, չգիտեմ, չգիտեմ, չեմ հիշում, մի 10 քանի։ Մոլար ջերմության եւ տեսակարար ջերմության կապն էլ մենք ֆիքսենք, C-ը մեր մոլար ջերմունակությունն է, C-ն տեսակարար ջերմունակությունը, այսինքն եթե մեզ հայտնի է ինչ որ մի նյութի տեսակարար ջերմունակության արժեքը, մենք կարող ենք հաշվենք դրա մոլար ջերմունակությունը, ուղղակի պետք է իմանանք այդ նյութի մոլային զանգվածը։ Այսինքն C-ը հավասար է C անգամ մոլային զանգված, C-ն էլ ստեղից հավասար կլինի ուղղակի C-ը բաժանած մոլային զանգված։ Այսինքն խնդիրների մեջ կարող է այս երկու տվյալը տված լինի, ձեզ ասի հաշվեք տեսակարար ջերմունակությունը տված լինի, դուք հաշվեք մոլար ջերմունակությունը, կամ հակառակը։ Հիմա մի քիչ այս մեր այսօրվա դասախոսությունը ով ինչ որ բան գրել մի վարյան, ոչ մեկ։ Մի քիչ խոսենք էնթալպիայից, էնթալպիան ուրեմն։ Ինչպես տեսնում եք վերնագրից գրված է առաջացման ստանդարտ էնթալպիա։ Նյութերի առաջացման ստանդարտ էնթալպիա։ Հիմա առաջացման ստանդարտ էնթալպիան էնթալպիայի փոփոխությունն է։ Առաջացման ստանդարտ էնթալպիա։ Երբ առաջանում է 1 մոլ միացություն, այդ միացությունը կազմող տարերից ստանդարտ վիճակում, ստանդարտ պայմաններում, իսկ եթե լուծույթների հետ գործ ունենք 1 մոլ կոնցենտրացիայով։ Հիմա ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այս դելտա H, F, S0, այս սրանք ինչ են նշանակում։ Դելտան հենց սկզբից էլ ասեցինք, որ դելտան դե փոփոխություն է նշանակում, H-ը մեր էնթալպիան է։ Քանի որ մենք առաջացման ստանդարտ էնթալպիայից ենք խոսում, այս F-ը նշանակում է առաջացման էնթալպիա, անգլերեն F formation, առաջացում կամ ձևավորում, չգիտեմ, հայերեն մեկ թարգմանում ենք գոյացման ստանդարտ էնթալպիա, բայց ես գտնում եմ առաջացման ստանդարտ էնթալպիա ավելի լավ թարգմանություն է։ Այս վերևի 0-ն նշանակում է ստանդարտ պայմաններում։ Հիմա ստանդարտ պայմաններ նշանակում է 298 կելվին, 1 մթնոլորտ ճնշում։ Ցանկացած քիմիական տարրի առաջացման ստանդարտ էնթալպիան իր ամենակայուն ձևի համար սահմանվել է որպես 0։ Օրինակ թթվասնի ստանդարտ էնթալպիան O2 մոլեկուլների համար, O2-ի համար 0 է։ Այս տարերի համար իրենց կայուն ձևերի
Առաջացման ստանդարտ էկրանները ընդունված է 0։ Այս մեզ շատ պետք է խնդիրներ լուծելուց։ Հիմա քիմիական կապի էնթալպիա։ Կապի էնթալպիան կամ քիմիական կապի էնթալպիան այն էներգիան է, որն անհրաժեշտ է գազային վիճակում մեկ մոլ մոլեկուլների կապերը խզելու համար։ Քիմիական կապը այդ խզելու կամ քանդելու համար անհրաժեշտ էներգիան հաճախ կոչվում է կապի դիսոսման էներգիա կամ պարզապես կապի էներգիա։ Հիմա այս գծագրից հասկանալի է, որ ինչ որ քանակի էներգիա ենք տալիս, մոլեկուլը հոմոլիտիկ կերպով կապը քանդվել է, ու այդ էներգիան ինչ որ մենք ազդել ենք, այդ մեր կապի էներգիան է։ Հիմա այստեղ հարց է առաջանում, օրինակ, քլորի մոլեկուլում մենք ունենք մի հատ քլոր կապ, դրա խզումից դրան ինչ որ էներգիա ենք տալի ու այդ հոմոլիտիկ ճեղքելով առաջանում է երկար քլոր ռադիկալներ։ Հիմա այս հենց այդ էներգիան հենց քիմիական կապի էնթալպիան է։ Բայց երբեք ունենք CH4, որտեղ կա 4 հատ CH կապեր։ Այս օրինակ այս մեթանի դիսոսման հոմոլիտիկ դիսոսման առաջի փուլն է մենակ այս սլայդում պատկերված, առաջացել է CH3 կամ մեթիլ ռադիկալ եւ H ջրածնային ռադիկալ։ Հիմա պարզ է, որ այս CH3 ռադիկալից արդեն են մյուս ջրածնային ռադիկալի հոմոլիտիկ փոխվելու համար, ճեղքվելու համար ավելի շատ էներգիա կամ ավելի շատ կամ ավելի քիչ էներգիա պետք, քան այս առաջի փուլի դեպքում։ Դրա համար այս մեթանում որ 4 հատ CH կապեր կա, մենք երբ որ ասում ենք CH կապի էներգիա, նկատի ունենք ոչ թե առանձին այս առաջի CH կապի էներգիան, այլ միջին էներգիան։ Այս բոլոր 4 CH կապերի միջին էներգիան։ Երբ մենք կապի էներգիա ենք հասկանում ենք այն էներգիան, որը մենք տվել ենք, որ մոլեկուլում կապերը քանդվեն, այդ մոլեկուլում կարող են քանդվել տարբեր ձևով։ Օրինակ, այս քլորի մոլեկուլը կարող քանդվեր առաջանար մի հատ քլոր մինուս, մի հատ քլոր պլյուս։ Նույն ձևի է մեթանը, ասենք CH3 մինուս մասնիկ առածում H+։ Մենք նկատում ենք հոմոլիտիկ ճեղքումների ժամանակ, երբ որ հետերոգեն ճեղքում է տեղի ունենում, այսինքն էլեկտրոնային զույգը մնում է մասնիկներից մեկի մոտ, այն մյուսը մնում է առանց էլեկտրոնի, այդ դեպքի համար առանձին էներգիաներ են, առանձին էնթալպիաների հաշվարկներ են։ Հիմա ոնց տեսակ, քանի որ այս մեր process-ները նորից եմ կրկնում, ընտանում են հաստատուն ճնշման տակ, այս էնթալպիայի դերը թերմոդինամիկական հաշվարկներում շատ կարևորվում է։ Որպես ռեակցիաների ջերմեֆեկտի հաշվարկի միջոց։ Քանի որ էնթալպիայի ու ջերմության այդ կապն էլ է մեզ հայտնի ոնց է տեղի ունենում։ Հիմա մի քիչ էլ խոսանք Հեսի օրենքի մասին ու կարող եք արդեն ձեր հարցերը գրել չաթում։ Քիմիական որևէ ռեակցիայի ջերմեֆեկտը մենք սկզբից ասացինք, որ այդ ջերմեֆեկտ, ջերմություն, բայց քանի որ մենք փոխակերպեցինք այս ջերմությունը էնթալպիայի, քանի որ մեր process-ները 99%-ով ընթանում են հաստատուն ճնշման պայմաններում, այսինքն ջերմեֆեկտը կարող ենք արդեն հասկանալ, եթե ճնշումը հաստատում է էնթալպիայի փոփոխությունը։ Հիմնական ռեակցիայի ջերմական էնթալպիայի փոփոխությունը կախված է միայն փոխազդող համակարգի սկզբնական ու վերջնական վիճակներից ու կախված չի միջանկյալ վիճակների քանակից ու ձևերից։ Այսինքն կախված չի, եթե մենք քիմիական ռեակցիայից ենք խոսում, քիմիական ռեակցիան կարող մենք օրինակ A նյութից ստանում ենք B նյութը, մենք կարող ենք դա տարբեր ձևերով իրականացնել, հիմա մյուս սլայդում կտենանք։ Մինչև այդ ասենք, որ էնթալպիան վիճակի ֆունկցիա է, այն կախված է համակարգի միայն սկզբնական ու վերջնական վիճակներից, այլ ոչ թե այնտեղ հասնելու ճանապարհներից։ Հիմա ինչ է նշանակում այնտեղ հասնելու ճանապարհները, մյուս սլայդում
հասկանանք։ Հիմա ենթադրենք մենք ունենք այց, մենք պետք է իրականացնենք այս այս դե փոխակերպումը, որը կախված պայմաններից, ասենք, կարանք մի քանի եղանակով իրականացնենք, ասենք երկու եղանակով կարանք իրականացնենք։ Առաջին եղանակի դեպքում այդ այց դե փոխակերպումը պետք է դրա համար իրականացնենք երկու քիմիական ռեակցիաներ, ասենք այստեղ ռեակցիա 1-ը ու ռեակցիա 2-ը։ Ստեպից այց ստացվել է B, այս ռեակցիանը իր համապատասխան էնթալպիայի փոփոխությունով, հետո B-ից միանգամից ստացվել է D, իր այս ինչա, էնթալպիայի փոփոխության համապատասխան արժեքով։ Այս ամբողջ process-ի մենք ունենք A-ից D process։ Այս ռեակցիա 1-ն ու ռեակցիա 2-ը դրա փուլերն են։ Ամբողջ process-ի էնթալպիայի փոփոխությունը առաջին եղանակի դեպքում հավասար է այս երկու առանձին փուլերի էնթալպիաների գումարին։ Այս հասկացանք։ Հիմա երրորդ եղանակը։ Երրորդ եղանակում մենք ունենք 3 հատ առանձին ռեակցիաներ, այսինքն այս այս D փոփոխությունը, փոխակերպումը մենք իրականացնում ենք 3 տարբեր ռեակցիաների միջոցով, այսինքն ուրիշ ճանապարհով ենք իրականացնում։ Հիմա A-ից B-ս ռեակցիայի էնթալպիայի փոփոխությունն է դելտա H1-ն է, B-ից ցեն դելտա H3-ը, C-ից էլ D-ն դելտա H4-ը։ Այս մի քիչ ավելի երկար ճանապարհով, բայց էլի A-ից D փոխակերպում կատարեց։ Հիմա այս երկրորդ եղանակի այդ ընդհանուր A-ից D փոխակերպման էնթալպիայի փոփոխությունը հավասար է այս 1-ի, 3-ի ու 4-ի գումարին։ Հիմա կարևորը ստեղ որն է, անկախ նրանից, թե մենք առաջին եղանակով ենք իրականացրել այս այս D փոփոխությունը, թե երկրորդ եղանակով, թե մենք հորինել ենք մի հատ ինչ-որ երրորդ եղանակ ու դրանով ենք արել, այս ընդհանուր process-ի A-ից D-ս process-ի էնթալպիայի փոփոխությունը առաջին եղանակով ու երկրորդ եղանակով իրար հավասար նույնն է, մնում է նույնը։ Հուսով եմ հասկացաք, հիմա ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորիդ նամակ է գալու, նամակ եք ստանալու, որի մեջ նշված է լինելու, թե ինչ ձևով գրանցվեք մեր Telegram-ային ալիքին, որտեղ տարբեր ռեսուրսներ են լինելու սովորելու համար, գրքեր, խնդիրներ, կմտնեք կհանգստանաք։ Այդ նամակում գրված է լինում ոնց գրացվեք ու ինչպես ձեր անունը գրեք։ Նույն ձևի պետք է գրեք անուն, ազգանուն, դասարան։ Ասենք անուն, ազգանունը գրում եք դասարան, մենակ դասարանի թիվը, այնտեղ մարդկա գրում է, ասենք 8-ի G, 10-ի B, այտենց չէ, մենակ ասենք գրում եք 10 կամ 11 կամ 12։ Եթե հարցեր ունեք, գրեք չաթում, կպատասխանենք։ Մյուս լեկցիան տեղի է ունենալու 5-շաբթի օրը թերմոդինամիկայից։ Սլայդը ոնց հասկացաք 16 էջ է։ Հարցեր չունեք։ Դե հաջողություն։ Ստեսություն։ Նայեք, ես մի հատ բան ասելու։ Ինչ։ Նայեք, ես մի հատ բան ասելու։ Ես 3 շաբթի ուրիշ պարապմունքի եմ, դրա համար մենակ 5 շաբթի եմ կարող մասնակցել, ոչինչ։ Հա դուք էլ լեկցիաները բանը տեսագրությունը երկրորդ լեկցիայից հետո բոլորին լինելու է այդ YouTube-յան էջում բանն էլ ուղարկվում է։ Այդ լինքն էլ մեյլով ուղարկվում է, այնտեղ կարաս նայես։ Լավ, ստեսություն։ Ուրիշ հարցեր։ Այն մի հոգի գրել էր, որ իրան մեյլ չի գալի։ Այդ Telegram, չես կարա, չէ։ Դու մեր Facebook-յան էջին գրի, կտեսնենք ինչ անենք։ Արդեն գրել է, շատ լավ։ Հաջողություն։